Փառավորվել է Նիկոլ Փաշինյանի հոգին, երբ տեսել է Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու նվաստացուցիչ կադրերը, հարցնում են լրագրողները Հայաստանի վարչապետին։ Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Չի տեսել այդ կադրերը, բայց պնդում է, թերացել են իրավապահները։ Փաշինյանը սկանդալային խոստովանություն է անում, դեռ 8 տարի առաջ է իրավապահներին հրահանգել բռնել Ծառուկյանին։ Այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցա թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։ Գագիկ Ծառուկյանը շինծու, դատարկ, փուչիկ է անվանում իր հանդեպ քրեական հետապնդումը։ Նա կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձով դիմել է ժողովրդին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։ Անկախ բոլոր անարդարություններից ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Ես մնում եմ ձեր Ծառուկյանը, ում կարող եմ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ կօգնեմ իմ երկրին։ ԲՀԿ ղեկավարին մեղադրում են խարդախության եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Իբր Իրանի մի քանի քաղաքացու պարտք է։ Իրանի այդ քաղաքացիներն են Ծառուկյանի դեմ ցուցմունք տվել։ ԲՀԿ ղեկավարի փաստաբանական թիմը պնդում է, ոչ թե Ծառուկյանն է պարտք, այլ իրեն են պարտք 14.5 միլիոն դոլար։ Իրանի այդ քաղաքացիները պարտավորագիր ունեն ստորագրած, որ այս տարի պետք է ԲՀԿ ղեկավարին վերադարձնեն փողերը։ Հիմնավոր կասկածներ ունենք, որ եկել է ժամանակ այդ գումարները վերադարձնելու, հենց նրանց կողմից այդ բողոքները ներկայացվել են, ցուցմունքները ներկայացվել են, հենց այդ նկատառումներից ելնելով, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի ու իրենք հնարավորություն ունենան խուսափել իրենց պարտավորությունները կատարելու։ Գագիկ Ծառուկյանն է դժող եղել, ինքը դիմել է իրավապահ մարմիններին։ Եթե դժող ա եղել, ինչի՞ չի դիմել իրավապահ մարմիններին։ Անցած տարի է դիմել Ծառուկյանի իրավապահներին, ասում է Էմին Խաչատրյանը։ Նրա խոսքով 3 քրեական վարույթ կա նախաձեռնված այդ գործով։ Իրանում դատական ակտ է կայացվել։ Ծառուկյանը մեղավոր չի ճանաչվել, դատապարտվել են Իրանի այդ մի քանի քաղաքացիները։ Հայաստանի արդարադատությունը Ծառուկյանին է մեղադրում։ Դատարանի որոշման վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենք, որ կալանքի միջնորդությունը պետք է մերժվել ոչ թե հիմքերի բացակայությամբ, այլ հիմնավոր կասկածի, այսինքն այնտեղ նվազագույն տեղեկատվություն նույնիսկ քննիչների կողմից դատարանին չի ներկայացվել, որ պարոն Ծառուկյանը կարող է առնչություն ունենալ իրեն մեղսագրվող արարքի։ Մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն, ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Եվ պետքա տեսնեն, ուրիշ տարբերակ չկա։ Ընդդիմադիրների նվաստացման այս տեսարանները կարգ ու կանոն է անվանում Հայաստանի վարչապետը։ Ծառուկյանի փաստաբանական թիմը պնդում է, իրավական գործընթաց է սկսելու ԲՀԿ ղեկավարի նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառելու համար։ Այդ կադրերը կատարվել են հատուկ ինչ-որ տրամադրություններ առաջացնելու կամ ստեղծելու համար։ Փաստաբանը պնդում է, Ծառուկյանի առանձնատնից արգրավել է մի քանի կենդանու խրտվիլակ, մինչդեռ քննչական կոմիտեն մեծ շուքով հայտարարել էր, թե արգրաված խրտվիլակները 190-ն են։ Մնացածը տեղում է, որովհետև իրականում այդ երբ որ տանեն, դրանք որևէ տեղ չեն կարողանալու պահել, դրանք փչանալու են։ Իրավապահները դեռ 6 տարի առաջ են զննել այդ խրտվիլակները։ Էմին Խաչատրյանի խոսքով դրանցից շատերը Ծառուկյանը չի որսացել, գնել է 90-ականներին։ Այդտեղ բավականին մեծ ծախսեր է տարվում, թե ջերմաստիճանի պահպանություն, թե դրանց հատուկ դեղորայքով պահպանություն։ Քաղաքական վերլուծաբանները կարծում են, հատուկ են հին գործերը ընտրություններից հետո վերակենդանացրել, որպեսզի Ադրբեջանի նախագահին Հայաստանի վարչապետը ցույց տա, թե Հայաստանում ակտիվ գործընթացներ են սահմանադրությունը փոխելու ուղղությամբ։ Ով փորձում է կամ կարող է խոչընդոտել այդ գործընթացը, հայտնվում է բանտում։ Լանա Համբարձումյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։